Դատարանի որոշումը Օզգյուր Օզելին և Ժողովրդահանրապետական կուսակցության ամբողջ ղեկավարությանը հեռացնելու մասին նախագահ Էրդողանի կառավարության ավելի լայն քաղաքական նպատակի մի մասն է։ Նախագահ Էրդողանի կառավարության ավելի լայն քաղաքական նպատակի մի մասն է։ Մենք որևէ կուսակցական օրակարգ չունենք, մենք այստեղ ենք մեր իրավունքները պահանջելու համար։ Արդյունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, բիրտ գրոհ մարդկանց վրա, Թուրքիայում նոր բախումներ են իրավապահների և քաղաքական հիմնական ընդդիմադիր կառույցի ժողովրդահանրապետական կուսակցության ակտիվիստների միջև։ Ոստիկանները Անկարայում ներխուժել են կուսակցության գրասենյակներ։ Օպերացիան սկսվել է այն բանից հետո, երբ Ժողովրդահանրապետականի գրասենյակում ապաստանած բարձրաստիճան կուսակցականները, այդ թվում լիդերը Օզգյուր Օզելը և բազմաթիվ ակտիվիստներ 3 օր շարունակ ինքնաշեն արգելապատնեշներով փակել են իրավապահների մուտքը։ Առճակատումը ծագել է դեռ 2023-ին այն բանից հետո, երբ դատարանը չեղարկել է Օզելի ընտրությունը կուսակցության նախագահի պաշտոնում։ Ահա Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Բենջամին Ուորդի գնահատականը։ Դատարանի որոշումը Օզգյուր Օզելին և Ժողովրդահանրապետական կուսակցության ամբողջ ղեկավարությանը հեռացնելու մասին նախագահ Էրդողանի կառավարության ավելի լայն քաղաքական նպատակի մի մասն է՝ լուսանցք մղելու հիմնական քաղաքական ընդդիմությանը և դրան հասնել այնպիսի մեթոդով, որը խորապես խաթարում է քաղաքացիական և քաղաքական իրավունքները և Թուրքիայի ժողովրդավարական գործընթացը։ Էրդողանը հայտնի է քաղաքական վրեժխնդրության դիմելու գործելակերպով։ Օզելի առաջնորդած կուսակցությունը 2024-ին տեղական ընտրություններում ծանր պարտության է մատնել Էրդողանի առաջնորդած Արդարություն և զարգացում կուսակցությանը։ Օզելի աջակիցների փոխանցմամբ Ժողովրդահանրապետականը պատժվում է այն բանի համար, որ առաջ է անցել Արդարություն և զարգացումից և անցած տասնամյակների ընթացքում առաջին անգամ դարձել է ամենաազդեցիկ կուսակցությունը։ Շենքից դուրս գալով Օզելը համախոհների հետ շարժվել է դեպի խորհրդարան։ Մենք անպայման կվերադարձնենք մեր գրասենյակը, հայտարարել են ընդդիմադիրները։ Մեծ թվով ցուցարարներ պնդում են, որ պայքարը ոչ այնքան տվյալ կուսակցության, որքան դեմոկրատական սկզբունքների համար է։ Այդ է ասել Փելին Թունչերը։ Մենք որևէ կուսակցական օրակարգ չունենք, մենք այստեղ ենք մեր իրավունքները պահանջելու համար։ Մենք ապրում ենք աշխարհիկ երկրում, մենք այստեղ ենք մեր սեփական մտքերը արտահայտելու, ազատ ապրելու և դա ճնշումներից պաշտպանելու համար։ Ցուցարար Հոսեյն Օզթյուրքի փոխանցմամբ էլ իշխանությունը ամեն բան անում է ժողովրդահանրապետականների հաղթարշավը կասեցնելու համար։ Նրանք հեռացրին մեր նախագահին պաշտոնից, նշանակեցին հոգաբարձու։ Մենք այստեղ ենք բողոքելու դրա դեմ, մենք փողոցներում և հրապարակներում կլինենք մինչև վերջ։ Մինչդեռ այդ կուսակցության վերնախավում առճակատում է և էլի պետության մատը խառն է։ Դատարանը պահանջում է Ժողովրդահանրապետականի լիդեր վերանշանակել նախկին կուսակցապետ Քեմալ Քլչդարօղլուին, ով Էրդողանի աչքի լույսը չէ, սակայն տարբեր գործոնների բերումով ավելի ընդունելի է նրա համար։ Քլչդարօղլուն 13 տարի ղեկավարել է կուսակցությունը, բայց ոչ մի անգամ չի հաղթել, իսկ Օզելի ղեկավարմամբ Ժողովրդահանրապետականը հուժկու հարված է հասցրել Էրդողանին հենց առաջին տեղական ընտրություններում։